Ումից սկսենք։ Շնորհակալություն, պատվարժան դատարան, լսեցին այբաժան մեղադրողի հիմնավորումները, որոնց կապակցությամբ կասեմ հետևյալ։ Նախ սկսենք մի քայլ հետևից։ Կալանքի շարունակականության դեպքում դատարանը յուրաքանչյուր անգամ առաջին հերթին ստուգում է նախորդ կալանավորման որոշման։ Ինչ ռիսկեր են արձանագրվել, արդարացված է եղել արդյոք այդ ռիսկերը, ինչու է անձնանացել կարգի անհրաժեշտություն, ինչով է կայացել։ Եվ պարզ է գործունեությունում կա եւ դուք դերակ եք։ Առաջին իսկ կալանքից սկսած ունեցել ենք խոչընդոտման մեկին, կալանքի մեկին խոչընդոտում։ Դրա հիմքում դրված է եղել ապացույցման ակտիվ փուլը, վկաների հարցակնություն, վկաների վրա ազդեցություն եւ այլն եւ այլն։ Այսօրվա վիճակով մենք որ տեսնում ենք տեսնում ենք ինչ վիճակ եւ ինչ ապացույցներ են ներկայացվել, մենք հասկանում ենք, որ արմատապես փոխված է իրավիճակը։ Նախ ուզում եմ արձանագրենք ու դատարանը խիստ գնահատի այն հանգամանքը, որ սրա նախորդող կալանքում մեղադրանքի կողմը չարաշահել եւ կորզել է դատարանից կալանքը դատարանին, այսպես ասած, խաբել, որովհետեւ արձանագրված է, որ ակտիվապացուցման փուլում են բազմաթիվ վկաներ կան, որոնց պիտի հարցակնեն եւ կալանքը պայմանավորված է եղել հենց դրանով։ Սակայն մենք տեսնում ենք, որ կալանքից 9 օր հետո գործը փակվել է ուղարկվել է դատարան։ Եվ մենք տեսնում ենք, որ դրանից հետո ոչ մի գործողություն չի կատարվել, ոչ վկա, ոչ բան, տեղի ունեցել մի հատ փաստաթղթի զննում, այսինքն կաբինետային գործողություն։ Ինչ է ստացվում։ Մենք խաբում ենք դատարանին, ասում ենք գործ ունենք անելու, կորզում ենք կալանքը, հետո հանգիստ շունչ քաշելով նստում ենք, կարծես ոչինչ չի եղել, պատասխանով։ Այսօրվա նյութերով ակնհայտ է, որ որևէ վկայի հարց չկա։ Ինքնին ապացուցվում է, որ կալանքի երկարացումից մինչ այս պահը մկրտիչ սրբազանը գտնվում է ապօրին կալանք, որտեղ ռիսկերը արդարացված չեն եղել։ Հիմա հարգարժան մեղադրողն ասում է, բան չի փոխվել։ Նախաքննական կալանքի շարունակում է պահպանվել հիմքերը։ Էն էլ ոնց է փոխվել, արմատապես է փոխվել։ Դատակոչված չի ոչ մի վկա, որոնց վրա ապօրինի, այսպես ասած, ճակերտավոր ազդեցությամբ է ենթադրվում կալանքի հիմքը։ Չկա այս մահուր են այդ վկաները, որոնց վրա պիազը։ Մեղադրողն ասում է ապացույցներ հետազոտելուն խոչընդոտի։ Մեղադրական եզրակացության մեջ նշված է 4 ապացույց։ Ժողովների ցուցմուն եւ զննման արձանագրություններ տեսանյութեր։ Հասկանալի է, որ տեսանյութերի եւ զննումների տեսականորեն երկու Իմ գնահատմամբ լուրջ չէ մտածել, որ ուժողների վրա սրբազանը կարող է ազդեցություն գործել։ Ինչպիսի ուժողների, ովքեր հանրահայտ փաստ են, վայելում են երկրի քաղաքական բարձրագույն իշխանության հովանավորությունը։ Մեդիա դաշտում բացատրություններ են տալիս, իրենց դիրքորոշումներն անկաշկանացնում են։ Նույնիսկ կարգառույց լինելուց հետո շարունակում են հակաերեցական վարք դրսևորել ու հանգարց մենք ասում ենք այս մարդուն սրբազանին կալանավորել, որ հանգարց ազդի ուժորի վրա։ Իսկապես, ես կխնդրեմ լրացուցիչ ուժորները դիրքորոշում ունենան։ Դուք մտածում եք, որ կարող է փոխել ձեր ցուցումները, կարող է ազդի ձեր վրա սրբազանը։ Ես նաև չարաշահման կոնտեքստում դատարանին ներկայացնում երկու բան։ Դեռևս հոկտեմբերի 24-ից ու նոյեմբերի 10-ից ուժողների նկատմամբ կիրառված է հատուկ պաշտպանության միջոց։ Իրենց ընտանիքի անդամների ուղեկցում եւ այլն եւ այլն։ Իմ գնահատմամբ մենք տրամաբանական հակասության մեջ ենք։ Պետությունը կիրառել է պաշտպանության միջոց, այսինքն ծախսը անում բյուջեից, ոստիկանների տրամադրել, հսկեն ես մարդկանց։ Հետո ասում ենք սրբազանին, կարողանավոր եք, որ հանգարց սրբազանը չազդի։
Այսինքն այս պաշտպանության միջոցները ինչի համար են ունեն պետք։ Այսինքն մենք ունենք լրացուցիչ երաշխիքներ, որոնցով հարգարժան մեղադրողը մտահոգություն հայտնում, որ հանգարց ուժողների վրա կարող ազդեցություն լինի, պետությունն են գլխից պաշտպանել է։ Եվ այս միջնորդությունները նախաքննական այս որոշումները նախաքննական կալանքների քննության ժամանակ չեն ներկայացրել դատարան, այնիշ պարտավորին ներկայացրել։ Սա կորզելու հաջորդ դրսևորում։ Հիմա ինչ վիճակ ունենք։ Ունենք ընդհանրապես հարցաքննության ենթակա երկու դժոխ, որոնց պետությունն ամբողջ ուժով պաշտպանում է։ Պաշտպանական միջոց է կիրառված, ուրիշ վկա չկա։ Բայց ասում ենք խոչընդոտել, խոչընդոտել ոնց մի դրսևորում։ Նույնիսկ տեսական հնարավորություն խոչընդոտելու դրսևորում։ Մենք այսօր չունենք։ Եվ ես գտնում եմ ոչ միայն կալանքի, այլև որևէ խափանման միջոցի կիրառման հիմք այս պահին վերացված է։ Ունենք ընդհանրապես մեկ հիմք, որ վկաների վրա կարող է ազդեցություն գործել տեսականորեն, այն էլ իսպար չկա, այս գործում ոչ մի վկա չկա։ Տեսականորեն հարցաքննության դժոխ պաշտպանված են պետության կողմից եւ հավելյալ ասեմ իսկապես լուրջ չէ մտքի ծերով անգամ հասկացնել, որ հանգարց կարող է Ստեփան Ասատրյանը կամ Հարավայր Ախմազյանը փոխի իրացուցմունքը Սրբազանից ազդելու։ Ու այս պայմաններում ենք հանգիստ միջնորդում ենք ասում Սրբազանի պայմանները։ Դա շարունակականությունն արդարացված է։ Այսինքն գործը դատարան ուղարկելով արդեն ապացուցել ենք, որ արդարացված չէր նախորդ ռիսկերը դատարանի արձանագրած։ Պատվաճան դատարան, երկար բարակ չցանկացնում են գործընկերները կներացնեն։ Ես գտնում եմ, որ այս պահին որևէ խափանման միջոցի չկա եւ անհապաղ կալանքը ենթակայա վերացման։